Թեև Գառնու գյուղապետը պնդում ու օրենքներին հղում անելով փաստում է, որ Գառնու տաճարն ու իր հարակից տարածքը արգելոց թանգարան է ու այնտեղ շինարարություն չի կարելի իրականացնել ու 2 օր է ինչ շինարարությունը տարածքում արգելել է, այդուհանդերձ այսօր առավոտյան այդ աշխատանքները վերսկսվել են։ Շինարարությունը նորից ընթանում է։ Եկա շինարարին ասացի, որ հարգելն է, խնդրում եմ մի արեք շինարարությունը, մինչև վերջնական ասը լուծվի։ Վերջնական ասը դատարանն է լուծում, թող դիմեն դատարան, եթե սխալ եմ, թե ինձ պատժեն։ Հիշեցնեմ, որ գյուղապետը 3 դիմել է ոստիկանություն պահանջելով դադարեցնել շինարարությունը։ Կառուցապատում իրականացնող պատմամշակութային արգելոց թանգարան ՊՕԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն էլ ավելի վաղ դիմել էր ոստիկանություն բողոքով, որ խանգարում են շինարարական աշխատանքներին։ Դեռ ոստիկանությունը պատասխան քայլեր չի ձեռնարկել, սակայն ՊՕԱԿ-ի նախաձեռնությամբ շինարարությունը վերսկսվել է։ ՊՕԱԿ-ի տնօրենն Ազատության հետ զրույցում ասում է, որ գործում են օրենքի շրջանակներում, մշակույթի նախարարության թույլտվության ներքո։ Իսկ այն պնդումներին, թե տարածքն ուսումնասիրված չէ ու հնագիտական պեղումներ արված չեն ու գուցե շինարարության ընթացքում պատմական արժեքներ են փչացվում, Պողոսյանը հակադարձում է, ասելով, թե հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տված եզրակացությունը հակառակն է փաստում։ Նշված տարածքում մշակութային շերտեր եւ շինությունների մնացորդներ չկան։ Բայց ինչպես կբացատրեք այդ փամփուշտի եւ զենքի առկայությունը։ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ցանկացած մշակութային, այսպես, վայրում հնարավոր են այդպիսի բաներ լինի։ Երեք Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ փաստաբան Վալոդիա Հովհաննիսյանն Ազատությանը ցուցադրեց, ինչպես ինքն ասաց, հուշարձանի մաս հանդիսացող այն քարերը, որոնք գտնվում էին շինհրապարակում, ասելով, որ դրանք եւս օգտագործվում են շինարարների կողմից որպես շինանյութ։ Որ բազալտ, այն բազալտներ, լրիվ ընդեղի ջարդած քարեր են։ Տեսնում եք։ Ու զաբորին մոտ, վաղը կկտրենք, լցնեն մեջը։ Պողոսյանը սրա հետ եւս չհամաձայնեց, ասելով, որ դրանք արժեք չեն ներկայացնում։ Քարաբեկորների մնացորդներ են։ Բայց էլի ինչ որ արժեք ինքից։ Ոչ, դա, ես նորից եմ ասում, դա հուշարձան չի։ Կոնկրետ ցանկ ունենք, պետական ցուցակ ունենք, այդ քարաբեկորները ընդգրկված չեն այդ ցուցակում։ Հետևաբար դրանք հուշարձան չեն։ Ու կարելի է դրանք կոտրել վերա։ Ոչ։ Իսկ հարցին, թե ինչու է հուշ կարևոր սրճարանը հենց Պարսպի ներսում կառուցել, Պողոսյանը պատասխանեց. 2009 թվականին Գառնի պատմամշակութային արգելոց թանգարանի գիշերային լուսավորության եւ ռադիոֆիկացման աշխատանքները իրականացվեցին, պետական բյուջեից բավականին գումար ներդրվեց եւ անցնելով 4-5 տարի մենք ընդամենը ունեցանք մուտք 800,000 դրամի կարգի։ Խոսքը վերաբերում է գիշերային, այցելության շրջանակներում։ Գառնու գեղարվեստական լուսավորությունը, այսպես ասած, դեռևս գրավչություն կամ ինչ որ մի բան այդպես պակաս է։ Հիմա կարծում եք, որ սրճարանը պիտի նպաստի դրա վրա։ Որ այո, կգործի ուրեմն սրճարանը, որը հնարավոր է բավականին մուտքեր ապահովի։ Երկու կողմերին 3 խորհրդակցություններ հրավիրել մշակույթի փոխնախարարը ՊՕԱԿ-ի տնօրենի խոսքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շաբաթօրը հանդիպել արգելոցի տարածքում։ Պետք է հանդիպենք կոնկրետ փաստարկները, որ ես եմ ներկայացրել եւ որը ներկայացրեց գյուղապետը։ 3 գյուղապետն Ազատության հետ զրույցում ասաց, որ անկախ որոշումներից ինքը վճռական է, չի թողնելու, որպեսի սրճարանը կառուցվի։ Հարցին, թե ՊՕԱԿ-ը եւս վճռական է տրամադրված, Պողոսյանը պատասխանեց. Ինչ որ պրինցիպի խնդիր չի, մենք ասում ենք, ծրագիր ենք իրականացնում պիլոտային։ Ծրագրից մենք գոհ կլինենք, նշանակում է ծրագիրը կգործի։ Եթե գոհ չլինենք, ասեցի, ընդհանրապես դա ամրակների վրա է, դա շատ հանգիստ հեշտ կապամոնտաժվի եւ կտեղափոխվի։